Խորհրդարանական երկրում պարոն Եղիան, սա նորմալ է։ Դե եթե Լևոն Քոչարյանի նմանները պատգամավորն են, նորմալ չի, նորմալ չի։ Ուրիշ հարց Պարոն Քոչարյանի ջղագրգիր բանհագիծը ինչով է քուլքացել, ասենք հասկացեք, մեկ-երկու չենք խոսում, ես համեստ ենք պահում։ Ասենք դուք չեք հիշի, շատ երիտասարդ եք էլի, ով ավակսայինից չկա, ու դա Թաքուի Թովմասյանը չկա, սաղ չենք ինձ թուրքացելով տներեք էլի, իրանց կուսակցական շատ լրագրողներ ման են եկել, եք այստեղ ում ասում, ձեզ ասում ենք թուրք, դա ղալատ են անում, գլուխները պատին են տանում թուրք։ Թուրքը հիմա ասել է ասում։ Պարոն Եղիան, պարոն Քոչարյանի ջղագրգիր պատվածքը ինչով է կապված։ Պարոն Արշակյանի վարքագծի մեջ այլ խնդիրներ չէիք նկատել, օրինակ, կամ իմ օրինակներ կարող է շատ բորբոքված են խոսում, օրինակ պատգամավորին վայել ինտոնացիայով եմ ես հիմա խոսում։ Չեմ հատել տղայական ռազմորկայի սահմանը, միգուցե պատահման, բայց եւ հատել դուք լրագրողի հետ լրագրողի հացից վրդովված նորից շարունակում եք պարոն Եղիան։ ինչի կարելի։ Չի կարելի, սա հարցաքննությունն է, դուք եք քննիչն եք, մենակ դուք կարաք հարց տաք, ես պատասխանեմ ու մեկնաբանություն չանեմ։ Եղիան, որը վերևից նայում է, թե ինչա կարող։ Հա, այսինքն ես ձեր հարցի վերաբերյալ չեմ կարա ձեր մասին մեկնաբանություն անեմ։ Չկա նման իրավունք։ Արեք, լսում եմ ձեր մեկնաբանությունը։ Վերջացավ մեկնաբանությունը, թե չնկատեցիք, կտակ չէ եթե։ Ուղիղ եթերում ենք մենք աշխատում, պարոն Եղիան, նայում ենք, միշտ ձեզ ուղիղ եթերում ենք զորաշապ։ Շատ լավ, դե ո՞ւմ ձեր հնարավորությունները։ Երևի լավ հովանավորներ գտնում եք։ Ձեր թույլտվությամբ